Ողջույն բարեկամներ, անցյալ կառավարության նիստին մենք վերջնականապես հաստատեցինք երրորդ եւ հաջորդ երեխայի նպաստների տրամադրման կարգը։ Դուք գիտեք, որ այն այսուհետ պետական նպաստ է համարվում եւ վճարվում է երրորդ եւ հաջորդ երեխային ամսական 50,000 դրամի չափով մինչեւ 6 տարեկան եւ ես ուզում եմ մի երկու թվաբանություն իրար հետ անենք, որպեսզի պարզվի թե գումարային ինչքան գումար ենք մեկ երեխայի համար հատկացնում ընտանիքին։ Ուրեմն գիտեք, որ խոսքը 50,000 դրամի մասին է, այսինքն ամսական 50,000 դրամ ենք վճարում, որը բազմապատկում ենք 12-ով, ամսական, այսինքն տարեկան ինչքան է ստացվում է 600,000 դրամ եւ 600,000 դրամը բազմապատկում ենք 6 տարով, որը հավասար է 3,600,000 դրամ, որը մոտավորապես $10,000 է, մի քիչ է $10,000-ից, հա, մոտավորապես $10,000։ Բայց քանի որ 50,000 դրամից մենք նաև վճարում ենք հետվճար, մինչև 20% մինչև 10,000 դրամի չափով, այն պոտենցիալ կարող է դառնալ 60,000 դրամ եւ մեր շատ քաղաքացիներ հիմա էլ օգտվում են դրանից։ Եվ հետեւաբար այն իրականում կարող է դառնալ 720,000 դրամ եւ բազմապատկելով 6-ով հավասար է 4,320,000 դրամ եւ 4,320,000 դրամը բաժանելով այսօրվա դոլարի կուրսին, դա մոտավորապես 11,400 դոլար է։ Սա նաև ինչի համար եմ ասում, հարգելի քաղաքացիներ, որտեղ որոշ քաղաքական ուժեր այնուամենայնիվ մանիպուլյացիաներ են անում, ինչ որ բաներ են ժամանակին արել, խոստանում եւ այլն, իսկ մենք նախ չենք խոստանում, մենք արդեն արել ենք եւ սա էական աջակցություն է շատ ընտանիքներին եւ նաեւ այս ծրագրի շնորհիվ եւ արդեն վերջնական նպաստի շնորհիվ մենք ունենք հենց երրորդ երեխաների ծնելիության աճ, ինչը շատ կարեւոր է մեր թե ժողովրդագրական իմաստով եւ թե մեր ընտանիքների համար, այնպես որ լավ եղեք եւ հետեւեք պաշտոնական լրահոսին։